Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք չլինենք, չվերընտրվենք, պատերազմ է լինելու։ Տնտեսական անվտանգությունն էլ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում։ Իսկ տնտեսական անվտանգությունը բաղկացած է տարբեր կոմպոնենտներից։ Գործարար միջավայրը այնպիսի անբարենպաստ պայմաններում է գտնվում, որ մարդիկ նախընտրում են իրենց ֆինանսական միջոցները, շահույթները Հայաստանի Հանրապետությունից դուրս տանել, առաջնային փուլում բնակարանային ձեռքբերման ու իրենց զավակների կյանքի հետագա ապահովման նպատակով, այնուհետև հետզհետե բիզնեսի տեղափոխման նպատակներով։ Արդյոք երբևէ Հայաստանում հնարավոր է, որ զրո հարկեր լինեն բիզնեսի, թեկուզ փոքր բիզնեսների համար դա արդյոք միայն դրական արդյունք կարող է տալ։ Այստեղ եւ իմ գիտական աշխատանքի եւ ընդհանուր պատկերացումների եւ այդ թվում Հայաստանի ԵՍՄ-ի ծրագրային դրույթների մեջ մենք շատ ավելի այլ կերպ ենք ձևակերպել։ Մենք ձևակերպել ենք հետեւյալ կերպ. հարկի ինքնանպատակ չի երբևէ։ Հարկադրումը կատարում են որևէ ոլորտ կամ խթանելու համար, կամ դրա զարգացումը խոչընդոտելու համար, սահմանափակելու համար դրա զարգացումը։ Հետևաբար հարկադրումը պետք է գլխավոր նպատակից բխի։ Որն է գլխավոր նպատակը։ Օրինակ գլխավոր նպատակը մանր ու միջին բիզնեսին Հայաստանի Հանրապետությունում զարգացնել եւ կայունության ապահովումն է, որովհետեւ առանց մանր միջին բիզնեսի կարելի ասել տնտեսական համակարգ նույնիսկ գոյություն ունենալ չի կարող, կենտրոնացում է միայն խոշորների ձեռքում, սկսած համաձայնություններից, որը կարող է էականորեն բարձր գնաճի բերել, վերջացրած մինչև մարդկանց այսպես անընդհատ վարձու աշխատողի կարգավիճակում պահպանելուց, դրանք բոլորը վտանգների տեսակն են։ Դուք որ ասում եք 100,000, որտեղից եք տալու 100,000 դրամ թոշակ։ Հիմա դուք ինձ բացատրեք, ինչ է նշանակում մանկավարժը գնա առավոտից երեկո առողջության ներդրմամբ, գիտելիքի ներդրմամբ, աշխատանք կատարի, աշխատավարձից 20% հարկ վճարի, բայց խաղացողը գնա կազինոներում, օնլայն խաղային հարթակներում հաղթի, վճար ստանա եւ դրանց հարկ չվճարի։ Այստեղ արդեն դիսբալանս է, չի կարելի այսպիսի բան։ Մենք ասում ենք ընդամենը հասարակ գործողություն։ 8 տրիլիոն դրամը 10% եկամտային հարկով հարկում ենք։ 800 միլիարդ դրամ։ 500,000 թոշակառունում որպեսի ստանա։ Խաղացողն է ստացողը գումարը։ Ստացող, այո, ստացողը։ 100,000 դրեց կամ 100,000 շահեց, 100,000-ից 10,000-ը պայի 90,000-ը վճարի իր։ Բա ձեր գործունեությունը թողեցիք ու տեղափոխվեցիք քաղաքական դաշտ, ինչպես դա տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ, քանի որ նշում եք, որ շատերը տեղափոխվում են քաղաքական դաշտ ընդդիմություն լինելու համար, գուցե ընդդիմության կռիվ են անում, շատերը իշխանության կռիվ են անում, բայց մի կռիվ կա։ Իսկ եթե դուք չէիք ուզում, ապա ինչպես ստացվեց։ Իմ կռիվը իմ երկրի համար է։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ՏՆԹ հաղորդաշարը, որի շրջանակում այսօր ես ունեմ հյուր, որի հետ խոսելու ենք վերջին շրջանում քաղաքական դաշտում եւ տնտեսական ոլորտում կատարվող իրադարձություններից։ Իմ հյուրը ես եմ Հայաստանը նախաձեռնության ղեկավար, իրավաբան, տնտեսագետ Նայիրի Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ հաղորդմանը հյուր գալու համար։ Ես եմ շնորհակալ հավերի համար։ Եվ թերևս ուզում եմ սկսել վերջին օրերին ձեր մի գրառումից, որ գրառում եք կատարել Facebook-ում առայն, որ ձեր նախաձեռնության կողմից առաջարկված նախագիծը որպես օրենք ընդունվեց, բայց հատկապես շեշտադրել էիք, որ այս շրջանում, քանի որ նախընտրական շրջանը եւ դրանով նրանք կարծես թե ինչ որ մտածված արեցին այդ ամենը։ Մանրամասնեք ինչի մասին է խոսքը եւ ինչու եք այդպես գնահատում։ Տեսեք, այ դուք արդեն բացման ժամանակ հենց հաղորդման ամբողջ փիլիսոփայությունը ներկայացրեցիք, հիմքում ընկած է անվտանգությունը։ Տնտեսական անվտանգությունն էլ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում։ Իսկ տնտեսական անվտանգությունը բաղկացած է տարբեր կոմպոնենտներից, մասնավորապես տնտեսական, ֆինանսական ու գործարար համայնքի կայունությունից։ Հիմա գործարար համայնքը գտնվում է այնպիսի անկայուն իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետություն վերջին 3 տարիները մասնավորապես, շատ չեմ տարիների մեջ այդպես եւ մեզ դիտողներին եւ ձեզ փորձում ներքաշել, վերջին 3 տարիները Հայաստանում ընդհանրապես բացակայում են ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումները, իսկ տեղական կապիտալին տնտեսագիտական բառապաշարով մենք միշտ ասում ենք կապիտալի արտահոսք, բայց վերջին ժամանակահատվածում ես ասում կապիտալի փախուստ Հայաստանի Հանրապետությունից։ Ինչ է սա նշանակում, որ գործարար միջավայրը այնպիսի անբարենպաստ պայմաններում է գտնվում, որ մարդիկ նախընտրում են իրենց ֆինանսական միջոցները, շահույթները Հայաստանի Հանրապետությունից դուրս տանել, առաջնային փուլում բնակարանային ձեռքբերման ու իրենց զավակների կյանքի հետագա ապահովման նպատակով, այնուհետև հետզհետե բիզնեսի տեղափոխման նպատակներով։
դրան նաև նպաստող գործոն է անհարկի քրեական գործերի հարուցումը։ Հիմա տեսեք, գործարարին իր կամքից անկախ հանգամանքներում հնարավոր է, որ հաշվապահական սխալի, կազմակերպության ղեկավարի կամ այլ աշխատակցի ուղղակի անուշադրության պատճառով տեղի ունենա հարկերի սխալ հաշվարկ։ Եթե հարկերի սխալ հաշվարկ է տեղի ունենում, սրա համար գոյություն ունեն 3 տեսակ պատժամիջոցներ՝ վարչական, հարկային եւ քրեական։ Մենք ասում ենք, այո, կապ չունի այսպես սխալը կամ գործողությունը կատարվել է կանխամտածված թե ոչ, այնուամենայնիվ այո, հարկային պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Օրինակ, տուժեր պետք է վճարեն հարկ ուժ վճարելու համար, տուգանքներ պետք է վճարեն հարկը թաքցնելու համար եւ այսպես շարունակ։ Բայց քրեական պատասխանատվությունը, ասում ենք, շեմը սահմանեք 50 միլիոն դրամ։ Ինչու՞։ Որովհետեւ մինչեւ 50 միլիոն դրամը խոշոր եւ միջինից բարձր կազմակերպությունների մոտ այդ ամբողջ թվաբանության մեջ այստեղ անճշտությունների ռիսկը բավականին մեծ է։ Հետևաբար 50 միլիոնից ավել նոր կարողանաք դուք մարդկանց վրա քրեական գործ հարուցեք եւ քրեական պատասխանատվություն։ Կարծեմ 30 միլիոնով, չէ՞, նրանք որոշեցին։ Հիմա կանրադառնամ ինչ են անել իրենք։ Հիմնավորում մենք տվեցինք, պաշտոնական գրությունով դիմեցինք կառավարություն, կառավարության անդամներին, այսինքն նախարարություններին պատկան, ազգային ժողովի մշտական հանձնաժողովին, տնտեսական, ֆինանսա-բյուջետային եւ այլն։ Եվ այսպես 20 նամակ մոտավորապես ուղարկել ենք տարբեր ոլորտների հրատապ խնդիրներ։ Ինչ նպատակ ենք հետապնդում ընդհանրապես Հայաստանի ESM նախաձեռնության համար, էական չի ով խնդրի լուծումը կտա։ Ինչու ենք մենք այսքան երկար նախաձեռնության կարգավիճակը պահում, որովհետեւ երբ որ դու վեր ես ածում կուսակցության, քո նպատակադրումները փոխվում են։ X ժամանակատվածում ուղիղ ես սխալ աշխատել եւ պայքար ես մղում իշխանության համար եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության հարատևման ու հզորացման համար։ Դրա համար այս նպատակադրումներով մենք անդադ ուղարկում ենք նամակները, որոշների լուծում տրամադրվում էր, որոշներին որ չէր տրամադրվում։ Մենք դեռ գիտենք մեր գործիքակազմն ինչ ենք անելու։ Օրինակ, ընտրությունների նախաշեմին հրապարակելու ենք, մեկը ինչպես որ ասեցիք կատարել ենք։ Հրապարակելու ենք, որ այսպեսի խնդիր ենք բարձրացրել։ Եթե ցանկանում են վերընտրվեն, պիտի մեր բարձրացած խնդիրը լուծեն, չէ՞։ Եթե չէ, հայ ժողովրդին ասելու ենք դες իշխանությանը չընտրեք։ Այսինքն ցանկացած պարագայում մենք գործողությունը այնպես ենք պլանավորում, որ մեր նպատակին հասնենք։ Այսինքն ստիպենք բոլոր օրինական միջոցներով, որ ցանկացած կառավարություն մեր նպատակադրումները կատարի։ Ինչ արեց կառավարությունը։ Մեկ տարվա կտրվածքով խախտումները 35 միլիոն սահմանեց, 2 տարվա կտրվածքով 45 միլիոն սահմանեց, 30 եւ 45 միլիոն ներողություն սահմանեց։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն մեր առաջարկից մի բան էլ գերազանցեց, որովհետեւ մենք 50 միլիոն, օրինակ 3-ից 4 տարի է համարվում հարկային ստուգման ժամանակահատվածը, դրանից հետո արդեն դրանից ներքև գտնվող վաղեմության ժամանակահատվածի մեջ է ներառվում, եւ ամբողջ 3 կամ 4 տարիների ստուգումով պատկերացրեք 45-ով եթե գումարենք 4 տարիների ստուգումը կլինի 90 միլիոն։ Այսինքն մենք 50-ից վարվեցին ձեզ։ Ըստ ինձ իրենք սխալ հաշվարկների մասնագետների պակասի հետևանքեր, թե կտրուկ քայլեր շտապեցին, ինչպես նշել եք, մինչև ընտրությունները արագ ինչ-որ բան նպատակները շատ են, ինչու այդպես արեցին, բայց նպատակներից մեկը ակնհայտ է։ Նախընտրական ժամանակահատվածում ես նաև այդ թվում այսպես քաղաքական բան չեմ դրսևորել, էլի, զգուշավորություն կամ քաղաքական մարտավարություն, որ ընտրություններից առաջ պարտադիր խնդիրը բարձրաձայնեն։ Իրենք հասկացան մեր աշխատելավոճը եւ հասկացան, որ դա մենք բարձրաձայնելու ենք, բարբերաբար ասել ենք, որ բարձրաձայնելու ենք, որտեվ շատ դեպքերում տաղավարներում լրատվական հարց են տալիս, ասում են ինչու եք այդ նամակները գրում, եթե գիտեք, որ այս իշխանությունը օրինակ չի կարող կատարի խնդիրը կամ չի պատկերացնում նույնիսկ ձևակերպած խնդիրը եւ դրա էությունը, մենք ասում ենք ոչ, դուք հիմա տեսեք, ընտրությունների նախաշեմին մենք անընդհատ հետևողական աշխատելու ենք ու հասնելու ենք մեր նպատակին։ Հիմա գիտեք ինչ չէ տակշում, ինչու հիմա կատարեցին։ Կարևորը որ հենց հիմա արդեն մանր եւ խոշոր բիզնեսը կարող է շնչել, որովհետեւ նրանք մահակ էին դարձրել դա օպեր լիազորների ձեռքը, մտնում էին որոշակի հարկադրում էին իրականացնում կազմակերպություններում, միանգամից ձերբակալությունները հաջորդում էին։ Իսկ այս փոփոխությունը, որպես այդպեսին միայն դրական կողմ ունի, բացասական կողմեր չկան։ Բացարձակ չունի բացասական կողմ, դրական է, որ իրական հանցագործին կարողանանք ուղակի այսպես մեխանիկական սխալ իրականացնողից տարբերակ ենք 50 միլիոն դրամից կամ մեկ տարվա կտրվածքով 30 միլիոն դրամից ցածր շեմը դա չեմ կարծում գիտեք որ խոշոր կազմակերպությունների մոտ բան է այդպես կանխամտածված հանցագործություն է որովհետև պատկերացրեք մի քանի միլիարդ դրամի շրջանառություն մի քանի տասնյակ կամ 100 միլիոն դրամի շահույթներ
ու ինչ որ մեկը 30 միլիոն փորձում է հարկային օգուտ ստանալ, վաղուց արդեն գործարարների այդպես մակարդակը պատասխանատվության աստիճանը հայրենիքի հանդեպ այնքան է բարձրացել, որ գործարարը չի գնում այդպիսի մանր խախտումների հետևից։ Հասկացա։ Քանի որ խոսեցինք բիզնեսից, կուզեմ հասկանալ ըստ ձեզ, լինելով տնտեսագետ, երկար տարիների փորձ ունենալով եւ ընդհանրապես ոլորտին շատ լավ ծանոթ լինելով, կասեք, կապ չունի իշխանությունը ով կլինի, ընդդիմությունը ով կլինի, արդյոք երբևէ Հայաստանում հնարավոր է, որ զրո հարկեր լինեն բիզնեսի, թեկուզ փոքր բիզնեսների համար դա արդյոք միայն դրական արդյունք կարող է տալ։ Տեսեք, Որպես տնտեսագետ եմ այս բանը ուզում հասկանալ։ Այստեղ եւ իմ գիտական աշխատանքի եւ ընդհանուր պատկերացումների եւ այդ թվում Հայաստանի ԵՍՄ-ի ծրագրային դրույթների մեջ մենք շատ ավելի այլ կերպ ենք ձևակերպել։ Մենք ձևակերպել ենք հետեւյալ կերպ. Հարկի ինքնանպատակ չի երբևէ։ Հարկադրումը կատարում են որևէ ոլորտ կամ խթանելու համար, կամ դրա զարգացումը խոչընդոտելու համար, սահմանափակելու համար դրա զարգացումը։ Հետևաբար հարկադրումը պետք է գլխավոր նպատակից բխի։ Որն է գլխավոր նպատակը։ Օրինակ գլխավոր նպատակը մանր ու միջին բիզնեսին Հայաստանի Հանրապետությունում զարգացնել եւ կայունության ապահովումն է, որովհետեւ առանց մանր միջին բիզնեսի կարելի ասել տնտեսական համակարգ նույնիսկ գոյություն ունենալ չի կարող, կենտրոնացում է միայն խոշորների ձեռքում, սկսած համաձայնություններից, որը կարող է էականորեն բարձր գնաճի բերել, վերջացրած մինչեւ մարդկանց այսպես անընդհատ վարձու աշխատողի կարգավիճակում պահպանելուց, դրանք բոլորը վտանգների տեսակներ են։ Հետևաբար մեր ծրագրային դրույթների մեջ հետևյալ կերպ է հարկային եւ վարկային արձակուրդի տրամադրում բիզնեսին։ Ինչ է սա նշանակում։ Այո, որոշակի ժամանակահատվածում, այդ թվում 0% տոկոսադրույքով, բայց որ ոլորտներին։ Օրինակ մեր մեծ կռիվ այս իշխանությունների հետ նաեւ եղել է նա, Հայաստանում հենց հիմա գործում է մինչեւ 24 միլիոն շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրությունների ամբողջական հարկերից ազատում։ Եվ ինչ որ X փուլի այս իշխանությունը արտադրական գործունեությամբ զբաղվողներին, այդպես տնաշխատ արտադրանքի տեսակներ, կիսաֆաբրիկատներ եւ այլն, որ մարդիկ արտադրում վաճառք էին իրականացնում, բերեցին ընդհանուր հարկման դաշտ, այսինքն այդ արտոնությունից զրկեցին, բայց առևտուր իրականացնողներին թողեցին, որը տնտեսագիտության մեջ, գիտեք, աննորմալ երևույթ է ուղղակի։ Խթանել առևտրին, զսպել արտադրության աճին։ Այսինքն սխալ արեցին։ Սխալ է գիտակցված, այսինքն նրանց կողմից, թե շատ դեպքերում նաև կարող է չգիտակցված լինել, գիտեք, որովհետև շատ դեպքերում դա փնթի աշխատանքի հետևանք կարող է լինել։ Դուք որ շփվում եք, վստահ եմ շատ երկար շփվել եք, պետական ոլորտի որոշ գերատեսչությունների, այսպես երկարամյա փորձառությամբ աշխատողների կամ միջին եւ ստորին պաշտոններում ընդգրկված մարդկանց մոտ պրոֆեսիոնալ միտքը շատ լավ է աշխատում ու բավականին այսպես համակարգված ու բավականին պատասխանատու կերպով կարողանում են որոշման գալ։ Քաղաքական ղեկավարության մոտ այնքան այսպես փնթիություններ կան, որ սկի չես էլ կարողանում հասկանալ ծրագրավորված քաղաքականության արդյունքեր կամ հետևանք սա, թե փնթիության հետևանք էր։ Բայց ինձ համար արդեն իրական չի, ես հետևանքով կամ արդյունքով եմ գնահատում։ Այսինքն դուք տեսեք ինչ արեց այս կառավարությունը։ Վերցրեց արտադրության զարգացմանը, խոչընդոտեց, առևտուրը խթանեց։ Այնուհետև առևտրի հարկադրույքն էլ բարձրացրեց, որ նաև սխալ է, որովհետև ներկա դարում, որ on-line առևտուրը լայն թափով զարգանում է ու առաջ է գնում եւ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի բառից բուն իմաստով մեռնում է մանր եւ միջին բիզնեսը, չի կարելի հարկադրույք ավելացնել, բայց նաեւ հարկային ինչու ենք մենք հարկային արձակուրդ ասում, որովհետեւ ժամանակավոր պիտի տաս, եթե նա չկարողացավ որոշակի ժամանակահատվածում պայմանականորեն 2 տարվա ընթացքում վերականգնել ինքն իրեն, սա նշանակում է պետությունը անդադ ծախս է կատարում, ներդրում է կատարում նրան արհեստական պահելու համար, ինչը անարդյունավետ ծախս է եւ պետական բյուջեի վատնում է նշանակում։ Սա այլ մի հաջորդ կողմից, հաջորդ սխալն է իրանից ներկայացնում։ Հիմա որպեսզի այսպես ամփոփենք ու հասկանանք ինչի մասին է խոսքը, մենք պետք է փոքր եւ միջին բիզնեսի ամբողջ ծախսային հատվածներ եւ կանխատեսելի եկամուտները կարողանանք հաշվառենք ու գնահատենք եւ մարդկանց տրամադրենք խթան, զուգահեռ զսպելով on-line-ի խոչընդոտումը հողի վրա օֆլայն առևտուր իրականացնողների կամ արտադրանք արտադրողների հետ։ Այո, այս պարագայում հարկային արձակուրդ կարելի է տրամադրել։ Հաջորդ պարագայում անկարելի է տրամադրել, առաջին, որովհետեւ բյուջետային միջոցների վատ նման է հանգեցնում, երկրորդ, գիտեք, հարկը ինչքան էլ որ մենք ասենք սահմանադրությամբ, օրենքներով, օրենսգրքերով սահմանված պարտադիր, անհատույց եւ համապարտադիր վճար է, հարկը այնուամենայնիվ մեր ընկալման մեջ պետք է լինի ծառայության վճար։ Եվ հարկի ես վճարում եմ, դուք վճարում եք, որպեսզի ունենաք անվտանգություն, որպեսզի ունենաք սեփականության իրավունքի պաշտպանություն, առողջապահություն, կրթություն։ Իսկ եթե այդ ամենը չունենք, եթե դուք հարկ չեք վճարում, ինչ որ մեկը ձեզ
հարկերից ազատում է, գիտեք, սա հաջորդ աննորմալությունն է իրանից ներկայացնում։ Հոգեբանություն է փոխվում մարդու մոտ, նրան դարձնելով ձայնազուրկ։ Այսինքն դու չես վճարում, բա ինչ ես պահանջում էլ։ Քեզ արդեն իսկ արտոնություն տվել են, ասել են դու աշխատի, ինչքան կարողանում ես քո ուտելու փողը աշխատի ու ապրի, այլևս դու ինձանից պահանջ չունես, որովհետև դու այդ պահանջի համար չես վճարել։ Եվ հետեւաբար մի օր այս կառավարությունից էլ հեռու չգիտենք։ Մի օր այդպիսի հայտարարության պարագայում ուղղակի մենք նմանվում ենք այսպես գեոպոլիտիկ կամ տարածաշրջանային երկրների Հայաստանի Հանրապետությանը նետած բարբերաբար այդպես գրոշներ են, չէ՞, նետում գրանտի տեսքով, օգնությունների տեսքով եւ այլն, մեր կյանքը արդեն վերածում օգնությունների միջոցով, այսպես գոյատևելու ջուր ստորակարճ իրավիճակի։ Այդպիսի մտածելակերպը պետք է ուղղակի արմատախիլ անենք։ Լավ, պարոն Սարգսյան, նաև թերևս դուք շատ հաճախ խոսում եք թոշակների բարձրացումից եւ խոսք եք տալիս, որ եթե դուք մասնիկը կազմեք իշխանության, այդ մասին էլ կխոսենք իհարկե, թոշակները պետք է լինեն 100,000-ից սկսած, 100,000 դրամից սկսված եւ այլն։ Արդյոք դա տնտեսապես, ֆինանսապես դա հնարավոր կլինի, որովհետեւ երբ որ տարբեր ժամանակներում թոշակների բարձրացման թեման եղել է, մշտապես հակադարձվել է, որ դա ծախս է, որը ինչ որ միտեղից պետք է, վերցնել գումարը եւ այլն։ Դուք որ ասում եք 100,000, որտեղից եք տալու 100,000 դրամ թոշակ։ Այ հենց այս իշխանությունը ինձ դրտեց նրան, որ ես իրենց բացատրեմ, թե որտեղից։ Մենք եթե ասում ենք, իհարկե մի փոքր շտկում անենք այստեղ, ոչ թե իշխանության մաս լինենք, այլ իշխանություն լինենք մենք, որովհետև իշխանության մաս լինելը դա դեռևս չի ենթադրում։ Գուցե որպես դաշինք դեռ որպես դաշինքներ չէ, որովհետև դաշինք նշանակում է դաշնակից լինել եւ ոչ թե համախոհ գործընկեր լինել։ Այսինքն դաշնակից կարող է օրինակ 10-ից 8 հարցերում լինել անհամաձայնություններ, երկու հարցում լինի համաձայնություններ, բայց երկու հարցը առաջնահերթ համարելով գնանք դաշինքի ստորագրման։ Բայց դա բավարար չէ դեռևս որոշումը կայացնելու համար։ Այսինքն այս ճշգրտումը միշտ պետք է մեր հասարակությունը լավ իմանա։ Օրինակ ես որպես պետության հետագա այսպես զարգացման եւ հարատևման հիմքեր ստեղծելու պատասխանատվություն ստանձնած անձ առաջնահերթություն թոշակ չի անի։ Առաջնահերթություն թոշակառուի զավակների կյանքի կայուն բարելավում կիրականացնեի, այնուհետև երկրորդ փուլով, հիմա ասեմ, երկրորդ փուլով կգնայի թոշակների բարձրացման։ Տեսեք, պարտքը ներգրավում է Հայաստանի Հանրապետությունում։ Պարտքով ինչ որ արդյունք չստեղծող, բարիք չստեղծող գործողություններ են իրականացնում։ Օրինակ, կարող է ոստիկանության տրանսպորտային միջոցները փոխարինվել։ Այնինչ հնարավոր է այդ նույն պարտքի դիմաց գործարաններ կառուցել կայուն Հայաստանի ներուժից բխող, գյուղատնտեսությունը զարգացնել, որի կեսից ավելի գյուղատնտեսական նշանակության հողերը չեն օգտագործվում։ Դրանով հավաքագրել լրացուցիչ եկամուտներ եւ ընտանիքների համար, եւ կազմակերպությունը եւ պետական բյուջե վճարվող հարկի տեսքով, այնուհետեւ լրացուցիչ միջոցները կբավարարեն եւ տոկոսներ սպասարկել պետական պարտքի եւ կենսաթոշակներ բարձրացնել։ Բայց քանի որ այս իշխանությունը ասես դե թող ասեն որտեղից, իսկ ընդդիմության բոլոր ներկայացուցիչներն են միայն ասում են բարձրացում, մենք էլ ջղայնացանք ու տվեցինք դրա հիմնավորում որտեղից։ Հայաստանում տեղի ունենում ոչ թե բարիք ստեղծող, այլ չարիքի առաջատար ու շոքեքարշ խաղային, այսպես գործունեության ծաղկում, չէ՞։ Այո։ 808 տրիլիոն դրամ վերջին տարիներին յուրաքանչյուր տարվա մեջ տարբեր հաշվարկներով 8 տրիլիոն դրամ շահում է տրամադրվում։ Հիմա դուք ինձ բացատրեք, ինչ է նշանակում մանկավարժը գնա առավոտից երեկո առողջության ներդրմամբ, գիտելիքի ներդրմամբ, աշխատանք կատարի, աշխատավարձից 20% հարկ վճարի, բայց խաղացողը գնա կազինոներում, on-line խաղային հարթակներում հաղթի վճար ստանա եւ դրանց հարկ չվճարի։ Այստեղ արդեն դիսբալանսը չի առաջում, չի կարելի այսպիսի բան։ Մենք ասում ենք ընդամենը հասարակ գործողություն 8 տրիլիոն դրամը 10% եկամտային հարկով հարկում ենք 800 միլիարդ դրամ 500,000 թոշակառուն որպիսի ստանա խաղացողն է ստացողը գումարը ստացողը, այո, ստացողը 100,000 դրեց կամ 100,000 շահեց 100,000-ից 10,000-ը պայի 90,000-ը վճարի իրան որովհետև այդ խաղացողը նորից գնալու է խաղա։ Չեն ընտրի, ու նրանք քիչ չեն։ Ես չեմ էլ ցանկանում որ խաղացողը ինձ ընտրի։ Գիտեք, մենք նախաձեռնությունը նաև դրանով է տարբերվում, որ մինչև վերջ պահում է անկեղծության գիծը, ինչու որովհետև մեր խնդիրը նա չի մանիպուլյացիաներով քվեկորզելը, այլ մենք այնքան պետք է ասենք ճշմարտությունը, որ նույնիսկ մանիպուլյացիաների եւ ստի սպասողները ի վերջո հասկանան, որ չէ, անկեղծությունը պետք է գնահատել, ազնվությունը պետք է գնահատել, կարողությունը պետք է գնահատել եւ գնալ այս ուժի հետևից։ Ի վերջո գիտեք, ես պաշտոնացավով չեմ էլ տառապում, պաշտոնամոլ չեմ, ավելին ասեմ, կցանկանամ հանգիստ կյանքով ապրել։
թող լինի տեխնոկրատ, հայրենասեր, պրոֆեսիոնալ կառավարություն, ես ընդհանրապես չլինեմ քաղաքական եւ հասարակական դաշտում։ Բա ձեր գործունեությունը թողեցիք ու տեղափոխվեցիք քաղաքական դաշտ, ինչպես դա տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ, քանի որ նշում եք, որ շատերը տեղափոխվում են քաղաքական դաշտ ընդդիմություն լինելու համար, գուցե ընդդիմության կռիվ են անում, շատերը իշխանության կռիվ են անում, բայց մի կռիվ կա։ Իսկ եթե դուք չէիք ուզում, ապա ինչպես ստացվեց։ Իմ կռիվը իմ երկրի համար է։ Իմ կռիվը նրա համար է, որ գիտեք, մի անգամ ես իրապես մտածում էի, որ դրդապատճառները շատ են, ընթացիկ այդ թվում գործունեության ընթացքից բխող դրդապատճառներն են շատ, հետո ձևավորում է հանրային պահանջ եւ այլն, դրա մասին դեռ կխոսենք։ Բայց որ ես մի օր մտածեցի, որ օրինակ կարող է իմ աղջիկը երկրի վատ պայմաններից ելնելով գտնվել այլ երկրում, իր կյանքը պլանավորել այլ երկրում եւ հասկացա, որ այստեղ կարող է ինչ-որ հարևան այս ճշնամի պետություններից ինչ-որ մի երիտասարդ ուղակի հետևից գայլի, դա ինձ ուղակի միտքս սարսափեցնում էր։ Այսինքն դա նշանակում է, ես չեմ կարողանում պաշտպանել իմ զավակին։ Իսկ պաշտպանելու լավագույն միջոցը պաշտպանված պետություն ստեղծելն է։ Ինչպես ենք մենք պաշտպանում մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր սովորույթները, մեր այդում գերեզմանները, սրբության սրբոցները, ինչպես պետք է պաշտպանենք, եթե չունենանք պետություն։ Եվ ոչ թե պետություն չունենալու վախ ինձ դրդեց մտնել քաղաքական դաշտ, այլ սթափ հաշվարկը։ Շատ դեպքերում էմոցիոնալ են, չէ՞, քանդում է, տվեցին, հանձնեցին եւ այլ, չէ։ Այո, ես էլ եմ էմոցիոնալ մարդ, ես շատերի շատ էմոցիոնալ եմ, բայց իմ որոշումների հիմքում միշտ սառը դատողությունը սթափ հաշվարկն է։ Եվ հետո տեսնում եմ, եթե մարդը վերցրել է 15.5 միլիարդ դոլար պետական պարտք, որևէ բարիք չի ստեղծում, միայն տոկոսի սպասարկումը 423 միլիարդ դրամ է, որը Հայաստանի բյուջեի մոտավորապես 11%-ն է կազմում, եւ որ եթե չվերցներ այդքան անարդյունավետ պարտք, միայն դրանով յուրաքանչյուր թոշակառի թոշակ կարելի էր 50,000-ով բարձրացնել, ես հասկացա, որ այս պետությունը ուղղակի այլևս չի կարող գոյություն ունենալ։ Գիտեք ինչին է նման պետությունը։ Օրինակ մարդիկ կան, բիզնեսներ կան, ասում են, չէ, մենք աշխատելու ենք, լավ ենք աշխատելու, կհաջողենք եւ այլն, մենք ֆինանսիստներս ինչ ենք անում։ Գնահատում ենք կատարում, ասում ենք, քո բիզնես ձախողված է 1 տարի հետո, 1.5 տարի հետո դու սնանկանալու ես։ Գործարարը կոնֆլիկտի մեջ է մտնում մեր հետ, ինչպես եք այդպիսի բան ասում, տեսեք աճում է իմ վաճառքները նայեք, իմ ձեռքբերումները եւ այլն, ասում ենք, եղբայր, արիլ վարկ մի վերցրու, այսինքն ձեռքբերում մի կատարի, դու 1.5 տարի հետո սնանկանալու ես, չեն լսում ու գալիս են ցավոք սրտի այդ կանխատեսումները կատարվում են, ոչ թե ցավոք սրտի, որ մենք կարողանում ենք ճիշտ գնահատենք իրավիճակը, այլ ցավոք սրտի, որ ափսոս, որ այդ բիզնեսները այո գնում փլուզվում են։ Եվ այսպես տրամաբանությամբ կատարեցինք պետության հաշվարկը։ Ինչ են անում այս պետության հետ։ Այսինքն մի հատ այնպիսի ֆինանսական բեռի տակ են մտցնում, որ երկու տարբերակ կա։ Կամ պետությունը ուղղակի լուծարում ես, դռները փակում հանձնում մի այլ գեոպոլիտիկ կամ տարածաշրջանային տերության եւ դառնում ես իրա կամ վիլայեթը կամ չգիտեմ պրոտեկտորատը էական չի ինչն ես դառնում, կարևորը որ դուք այլևս գոյություն չես ունենում, հա, որպես աշխարհագրական տարածք կաս, որտեղ կարող են գալ ասել գյադեք ես կողմ, գյադեք են կողմ ու դու պարտավոր ես ենթարկվես։ Եվ դրդեց նրան, որ չէ, պետքա ամեն ինչ անել, ձեռքերը ծալած չնստել, որովհետև ես լռությամբ ուղղակի հանցակից կդառնամ Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթացին, հետեւաբար ես չեմ կարող լռել։ Իսկ մինչև ուր եք պայքարելու, մինչև ուր եք գնալու, ինչպես եք տեսնում ձեր տեսլականը։ Նորից թվեր։ Տեսեք, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ասում են թվերն են կառավարում աշխարհը, չգիտեմ այդպես է թե չէ, բայց վստահաբար թվերն են ցույց տալիս կառավարման ճիշտ եւ սխալ լինելը։ Ես նորից իմ գնահատականը կատարել եմ թվերով։ Իշխանություն կլինեմ, թե չեմ լինի, ընդհանրապես քաղաքականության մեջ կլինեմ, թե չեմ լինի, էական չի։ Կա թվային հաշվարկ։ Հնարավոր է աճ, հետագա զարգացում կայունություն ապահովել, թե ոչ։ Արդեն համարում եմ, որ կունենամ որոշակի հանգստություն։ Եթե ոչ, պետք է մինչև վերջ պայքարը շարունակել։ Պարոն Սարգսյան, քանի որ հստակ հաշվարկներից, այլ ոչ թե տեսլականից եք խոսում անընդհատ, ձեր հաշվարկներով կամ դիտարկմամբ ինչպիսի հունիսի 8-ին ունենալու մենք, ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Դուք ինձ սադրում եք, որովհետև այնպիսի հարց եք տալիս, որ ես նույնիսկ հաշվարկներից ելնելով չպետք է պատասխանեմ, այլ էմոցիոնալ պետք է պատասխանեմ, որովհետև հաշվարկներից ելնելով պատասխանը կարող է վնասել ամբողջ process-ին։ Հետևաբար, սա այսպես կես կատակ, կես լուրջ, համենայն դեպս հույս ունեմ, որ այս իշխանության հետ հունիսի 8 չենք ունենա։
Եթե խոսենք չի լինելու, հունիսի 8-ին ներկայիս ղեկավարությամբ Հայաստան, լինելու է ուրիշ Հայաստան։ Մոտավորապես ինչպիսի պատկեր եք տեսնում եւ ձեր դիրքը կամ ոչ միայն անձամբ ձեր, այլ ես եմ Հայաստանը նախաձեռնության դիրքավորումը ինչպիսին կլինի, թե դեռ չեք Հայաստանի ԵՍՄ-ը միշտ հայտարարել է եւ շարունակում է հայտարարել։ Ես հակառակն եմ ասում, ես եմ Հայաստանը։ Այդպես չկա, որովհետեւ գումարել են տեղափոխությունից գումար չի փոխում, կարևորը միտքի եւ փիլիսոփայություն նույնն է, այսինքն մենք նույնականացվում ենք Հայաստանի հետ, թե չէ, Հայաստանի ցավը մերը համարում ենք, թե չէ, Հայաստանի անվտանգությունը մերը համարում ենք, թե չէ, սա է կարևորը, իդեան ամբողջ դրա շուրջ է կառուցված։ Տեսեք, ինչ ենք մենք միշտ հայտարարել ու շարունակում ենք մեր գիծը պահել։ Մենք բազմից հայտարարել ենք, որ Հայաստանի ԵՍՄ կուսակցություն չի դառնալու, բայց Հայաստանի ԵՍՄ ունի շատ գործընկեր, այլ նախաձեռնություններ, շարժումներ եւ կուսակցություններ, որոնց հետ ունի ստորագրած հուշագրեր եւ որոնց հետ համագործակցում է։ Այսինքն ո՞րն է եղել մեր նպատակը։ Ապահովել այնպիսի լայն կոնսոլիդացիա, որ մեր ամբողջ փիլիսոփայությունը կարողանանք պահենք եւ այդ կուսակցությունների հետ, որը օրենքի դեպ պահանջ է կուսակցությունների դաշինք կամ կուսակցությունով ընտրություններին մասնակցելը, կարողանանք այս փիլիսոփայությունը մինչեւ վերջ պահել։ Ու մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին։ Եթե X փուլի Հայաստանի ԵՍՄ-ը իհարկե միշտ պահպանելու ենք, որովհետև ինքը վերքաղաքական է, ինքը նախաձեռնություն ինքը ազգայինի ամբողջությամբ իրան պահպանելով, եթե մի օր որոշենք, որ կուսակցություն ենք ստեղծում, միգուցե մեր, չգիտեմ, գործընկեր կուսակցություններից մեկով շարունակենք գործունեությունը, որոշակի փոփոխություններ չենք բացառում, բայց եթե ստեղծում ենք, ուրեմն նշանակում է մեր ամբողջ այս իդեոլոգիան ձախողված է, այսինքն համախմբում հնարավոր չէ, տեխնոկրատիզմ քարոզել հնարավոր չէ եւ այլն։ Դեռևս մենք հավատով ենք լցված, հույսով ենք լցված, որ կոնսոլիդացիայով հնարավոր է գնալ հունիսի 8-ին այլ իրավիճակ ունենալու համար։ Հավատը չենք կորցնում։ Լավ, պարոն Սարգսյան, նաև քանի որ խոսեցինք ընդդիմությունից, ուզում եմ հասկանալ ինչպես է գնահատում ներկայիս ընդդիմության, իհարկե քարոզարշավ չէ, բայց արդեն որոշակի հադրսևորումներ կան բոլորի մասին, առանձին չէ, բայց ընդհանուր կարծիք կուզեմ լսել ձեզնից, եւ արդյոք ուսումնասիրել նրանց տնտեսական ուղղվածության, առաջարկները, թեմաները, եւ կան ձեզ նման մտածողներ արդյոք թե ոչ։ Տեսեք, ես կխնդրեմ մինչև հունիսի 8 զերծ մնանք այսպիսի զրույցների տեսակներից, երկու բառով իհարկե ձեր հարցին կպատասխանեմ, բայց այնուամենայնիվ զերծ մնանք, որովհետև անկախ իմ անհամաձայնություններից բոլոր ուժերի հետ, այդ թվում ես կարող եմ անուններ տալ, որ ում հետ երբևէ չենք համագործակցի, այդ թվում շատ հին ուժերի, նոր ուժեր, ում հետ ասեք մեզ չեն կապել եւ այլն, բայց այդքան էլ չեն կարողացել այսքան որոշակի բան գտնել, կապ գտնել։ Դրա համար կցանկանամ ընդդիմությանը չքննադատել։ Սրանից ամիսներ առաջ հայտարարում էի, որ այս իշխանության հեռացումը բացառապես կախված է ընդդիմությունից։ Եվ հունիսի 8-ին ես կտամ դրա պատասխանը։ Լավ, չեն քննադատում, բայց եկեք չքննադատեմ, բայց ասեմ, որ մաստատված ընդդիմությունը ինչպես պետք է։ Մեղմ ասած լավ չի իրավիճակը։ Շատ լավ, հենց ոչ թե պատասխանը ուզում է այդպեսին լինել, այլ ցավում է, որ պատասխանը այդպեսին է, եւ կուզեմ նաեւ խոսենք այն մասին, թե այսօր Հայաստանի վիճակը ընդհանուր առմամբ տնտեսական ինչպես կգնահատեք եւ քանի տարի է պետք իշխանապողությունից հետո, չգիտեմ, ղեկավարության կամ նրանց վերընտրվելուց հետո ինչ ճանապարհ ու որքան ժամանակ է պետք Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։ Ես միշտ հայտարարում եմ, ասում 5 րոպե ինձ անհրաժեշտ սերմեր ցանելու համար, այնուհետև դրան հաջորդող որոշակի տարիների ընթացքում յուրաքանչյուր բուսատեսակ իր վեգետացիոն ժամանակահատված ունի, չէ՞, մեկը 2 ամիս, մեկը 2 տարի եւ այսպես շարունակ, կամ պտղաբերության ժամանակահատված ունի։ 5 րոպե անհրաժեշտ։ Ընդամենը ամբողջական տնտեսական դոկտրինը փոխել, Հայաստանի անվտանգային հայեցակարգը փոխել, ուսել կառուցել նոր ճարտարապետությունը։ Սրա համար պետք է կամք եւ պետք է հստակ ծրագիր։ Ինչու ենք մենք շատ ինքնավստահ էսպես էլի, որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանի նույն տնտեսագիտության պրոֆեսորների հետ անընդհատ քննարկելով, բանավեճերով գիտական հսկայական աշխատանք են գրել, որը որ բոլոր ոլորտներն այն մեջ են գրկել։ Եվ շատ դեպքերում ինձ տարիքով ավակ ընկերները, պրոֆեսորների ասում էին՝ «Այ բալա, մեղ չես, ինչ ես այսքան ծանր աշխատանք կատարում», ասում էին՝ «Չէ, դա գիտական կոչում»։ Այսինքն ես չեմ կատարում գիտական կոչում բարձրացնելու համար, տեխնացուի դոկտոր դառնալու համար։ Իմիջայլոց այս իշխանությունը տեսավ դոկտորին չեն հասնում, իջացրեց այսպես սանդղակը, որ տեխնացուներին էլ դոկտոր համարի, բայց ես գրում եմ իրական դոկտորի ճանապարհով, սա էլի կեսկատակ։ Տեսեք, յուրաքանչյուր ոլորտը մանրակրկիտ ուսումնասիրելով, լուծման ուղիները տրամադրելով, իհարկե իմ ավակ ընկերների խորհուրդներով,
եկել հասել ենք համոզմունք է ձևավորել, որ այո, գիտականորեն հնարավոր է տնտեսությունը շատ արագ զարգացնել, գյուղատնտեսությունը շատ արագ զարգացնել, արդյունաբերությունը շատ արագ զարգացնել, աշխատանքային հարաբերությունների եւ աշխատողի կարգավիճակը ընդհանուր մինչեւ բաժնետիրական մակարդակ զարգացնել, որ աշխատողը միայն աշխատավարձ չստանա, այդ թվում շահաբաժին ստանա։ Բոլորի կյանքի բարելավման այսպես մանրակրկիտ հետազոտությունն ու հիմնավորումները տրված են։ Հետո փորձարկումներ են կատարել, պրակտիկ տեսել ենք, որ դա աշխատող մեխանիզմ է։ Այո, հնարավոր է, որ աշխատողը ոչ թե այլևս ուղղահայաց հարաբերություններ ունենա ղեկավարության, դա հորիզոնական հարաբերություններ ունենա։ Ինչի ենք այսպես սովետական մտածելակերպից կպել հրամայում ես պիտի կատարեն, ոչ, գործընկերային պետք է դառնա այդ ամեն ինչը։ Դուք չեք կարող գտնել մի ոլորտ, որին անդրադարձ չենք կատարել եւ որի լուծումը չունենք։ Այնուհետեւ գալիս է անվտանգային պլանը, որովհետեւ տնտեսական զարգացումն անհրաժեշտ է անվտանգային, անվտանգության ապահովման համար, անվտանգություն տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է նույնպես։ Հետո արդեն վաստակաշատ գեներալների եւ զինվորականների հետ քննարկել ենք պաշտպանական պլանը, անվտանգային հայեցակարգը եւ հասկացել ենք, որ երկրին պետք է ընդամենը զարգացման, կայունության ու անվտանգ ապրելու համար երկու հենասյուն՝ տնտեսական եւ անվտանգային։ Մնացած բոլոր հենասյունները այս սյուների վրա կառուցվողներն են։ Այսինքն ուզում ենք ունենալ լավ դիվանագիտություն Հայաստանի Հանրապետությունում։ Եթե չունեմ տնտեսություն ու անվտանգություն, ինչի մասին եմ խոսելու, ինչ եմ բանակցելու։ Ոչ մի բան։ Եթե չունենամ տնտեսություն ու անվտանգություն, ինչպես եմ կրթություն զարգացնելու։ Ինչպես եմ ֆինանսավորելու իմ մանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմին ու գիտնականներին։ Ոչ մի կերպ։ Եթե չունենամ դա, ինչպես եմ առողջություն ապահովելու։ Ոչ մի կերպ։ Հետևաբար հասկացանք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհում թիվ 1 հարուստ ու անվտանգ երկիր դարձնելու համար ընդհանրապես պետք է 5 րոպե ժամանակ։ Ինչու՞, որովհետև 5 րոպեից առաջ տնային աշխատանք արդեն կատարել ենք։ Ընդհանրապես պետք է որոշում կայացնել եւ այդ դոկտրինները ընդունել։ Լավ, պարոն Սարգսյան, տեսեք, ընդդիմությունը իրականում շատ հետաքրքիր դուք եւս մնացածն էլ հետաքրքիր ծրագրեր են զարգացման ներկայացնում, տնտեսական եւ այլն, բայց դրան ժողովուրդը լսում է, հա, թոշակների բարձրացում, հարկերի վերացում կամ ժամանակավոր դադար, ինչպես ասացիք, բայց հակառակ կողմից Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք չլինենք, չվերընտրվենք, պատերազմ է լինելու։ Ժողովրդի վրա այդ երկու, հա, որ դնեն կշեռքի վրա, որը կհաղթի ձեզ։ Տեսեք, տեղեկատվական հոսքերն են ընդհանրապես ժողովրդի տրամադրությունը իր այդպես ազդում։ Ես չունեմ օլիգարխ հորեղբայրներ եւ քեռիներ։ Իմ մեջքի հետևում չկան գերտերություններ, ինձ ֆինանսավորողներ, օգնողներ եւ այլն եւ այլն։ Որևէ բան չունենք, այսինքն որքան էլ որ կարողացել ենք մեր համեստ այսպես կարգավիճակով աշխատել, դա բացառապես մեր թիմի շնորհիվ է եղել, աշխատասիրության շնորհիվ է եղել, որ մենք օրինակ, չգիտեմ, 2018 թվականից մինչև 26 թվականը անվճար հիմունքներով ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի եկամուտների բարելավման խորհուրդների անդամ եմ եղել։ Անվճար պետությունից որևէ կոպեկ չեմ ստացել։ Այսինքն ինձ ցանկությունն է եղել անընդհատ ներգրավել, փող չուզել պետությունից, բայց պետության հիմքերի կայունացման համար անընդհատ աշխատել։ Այսպիսի համեստ ներդրումներով մենք կարողացել ենք գտնել լուծումներ։ Հիմա հասել ենք լուծումները հասարակության հայ հանրույթին, Հայաստանի քաղաքացուն հասնելու ճանապարհին։ Եթե մենք չունենք օգնողներ, եթե չունենք այդքան ֆինանսական միջոցներ, մեր հույսը դուք եք ձեր նման բարեխիղճ լրագրողներն ու ձեր նման բարեխիղճ լրատվականներն են։ Այս մարդիկ տարածել են թեզերը, բայց դուք պատկերացրեք հաջորդ կողմի իշխանությունն է գործում։ Պետական ամբողջ ռեսուրս անսահմանափակ օգտագործում է, պետբյուջեն ծառայեցնում է իր թեզերը հասցնելուն, մենք չենք կարող դրա հետևից հասնել, տեղեկատվական հոսքի հետևից հասնել։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի աշխատանքից առաջ, եթե հեռախոս թերթում է, դեռ չեմ գնում հեռուստաընկերություններին, որովհետև վերջին 2-3 տարիների իմ մուտքը արգելված է բոլոր այդպիսի պետական մասնակցությամբ այդ թվում հեռուստաընկերություններում։ Եթե հեռախոս թերթում է եւ լուրերին ծանոթանում է, դա տեսնում է 15 անգամ իշխանության կողմից հնչեցվող խաղաղության թեզը, կարող է մի անգամ նույնիսկ չտեսնել, որ ես ասեմ խաղաղություն առանց այս իշխանություն կարող է լինել եւ հետեւյալ բանաձևով կարող է լինել։ Խաղաղության միակ բանաձևը թշնամիների կամ հարևան երկրների անխոհեմ գործողությունների ռիսկը զսպող միակ գործողությունը դա մարտունակ բանակ ունենալն է։ Ինչպես ունենալ մարտունակ բանակ։ Արագ 3 բաղադրիչով եկեք տան։ Պետք է ունենաս մոբիլիզացիայի պոտենցիալ, հնարավորություն, պետք է ունենաս տնտեսական իրավիճակ եւ մարտունակ բանակ։ Այս 3 բաղադրիչը մոբիլիզացիայի համար ունենք մենք զինկոմիսարիատներում թվայնացված յուրաքանչյուր ծառայած անհատի հմտությունների եւ 2 տարի ծառայած նրա այսպես կյանքի
ամբողջ վերլուծությունը ոչ չունենք, որովհետև դեռ գնում եք մտնում եք զինկոմիսարիատները, այսպես թերթում եք տեսնեն այս մարդը ով է եղել, ինչ է եղել եւ այլն։ Թվայնացում ինչը 5 րոպեի գործողություն ընդամենը։ Մոբիլիզացիայի համար պատասխանատու անձինք նշանակված են, շփումը պահում են, թե չեն պահում իրենց հասարակության հետ, մոբ ռեսուրսի հետ, իհարկե չեն պահում։ Տնտեսական իրավիճակը անհրաժեշտ է օրինակ պաշտպանական բյուջե, չեմ ասում, որ երկրի տնտեսությունը շատ վատ վիճակում է, չի կարող ֆինանսավորել բանակին, բայց նույնիսկ հատկացրած ֆինանսավորումը պետք է բաշխվածությունը մոտավորապես այս կերպ լինի 30% աշխատավարձային ֆոնդ, 30% նյութատեխնիկական ապահովում, 30% կրթություն եւ վերապատրաստում, սա կրթության բաղադրիչ է, այսինքն անդադ միմյանց հետ ներդաշնակեցում, ծանոթացում, մարտական խնդիրների առաջադրում, մարտական խնդիրների վերահսկողություն եւ այլն։ Զորավարժային մակարդակում եմ ասում, եւ 10% բանակի զարգացման ֆոնդ։ Իսկ այժմ մենակ 60-ից 65%, եթե չեմ սխալվում, բանակի աշխատավարձային ֆոնդն է։ Որևէ բան չեն կատարում։ Եվ երրորդը մարտունակության վերաբերյալ նորից երաշտյան համակարգի ձևավորում։ Օպերատիվ, ովքեր որ պատրաստել են մինչև 4 ժամը մարտի բռնկվեն հակառակորդի հետ, նրանց համալրող, որոնք որ պատրաստ կլինեն փոքրիկ ընդ որում զորակազմերով զորամասեր, որոնք պատրաստ կլինեն 10-օրյա ժամանակահատվածում մոբ ռեսուրսը հավաքագրել, ներդաշնակեցնել, 10-րդ օրը մաքսիմում 10-րդ օրը մարտի բռնկվել եւ երրորդ սանիտարական ստորաբաժանում, այսինքն յուրաքանչյուր վերացված թիրախին փոխարինում, այդ թվում պաշտոնյաների մակարդակում։ Տեսեք ինչ հաջող օրինակ է Իրանը, որ հրամանատարին ոչնչացնում են, անմիջապես նրան հաջորդողը կա։ Ու այդպես մինչև նույնիսկ 50 մինչև կարող ենք հասնել։ Իրանը ինչպես արդեն բազմիցս մեր հաղորդումների շրջանակում խոսել քննարկել ենք, համակարգային լուծումներ տված ու առաջ գնացող պետություն է, մասնատված խնդիրներ։ Ես ասացի օրինակ, այսինքն դուք տեսեք, նույն մոդելն ենք մենք առաջարկում, բայց հիմա մեզ լսեցին, ենթադրենք 10,000 հոգի։ Բան մնացած 1.5 միլիոն, եթե իհարկե լավատեսության տրամադրված, որ շատ մասնակցություն են 1.5 միլիոն ինչպես անդադ այսքանը մենք հասցնենք, չենք հասցնի։ Մեր ռեսուրսը չի բավարարում։ Իսկ ժողովուրդը միայն այդ պատերազմի վախից, որքան էլ ձեր ռեսուրսը չբավարարի կամ բավարարի անգամ, ում ռեսուրսը բավարարում է, գուցե տարածում է ինֆորմացիան, չգիտեմ, բայց այդ պատերազմի վախից խուսափելով հենց չի գնա նորից ընտրելու։ Իմ ասածը հետեւյալն էր, ոչ թե պատերազմի վախ է սա այն երաշխիքն է, որի պարագայում չի կարող պատերազմ լինել։ Ես հասկացա ձեր ասածը, իմ հարցը հետեւաբար մեզ խնդիրն է անընդհատ այս թեզը հասցնել հասարակությանը մեր, որ իրենք վստահ լինեն, որ սա հնարավոր է իրականացնել այս գործողությունով պայմանավորված չի կարող պատերազմ լինել, որովհետև առաջին հերթին քո վրա հարձակվող թշնամին եմ ես ասում միշտ իրենց, ինքը պետք է հասկանա, որ շատ ավելի մեծ կորուստներ է ինքը կրելու, բայց որևէ արդյունքի չի հասնելու, հետեւաբար նման այսպես հաշվարկ չի կարող կատարել եւ հարձակվել եւ երկրորդ գոյություն ունեն գեոպոլիտիկ եւ տարածաշրջանային տերությունների համաձայնություններ, նրանք էլ ուղղակի չեն տալու դա, որովհետեւ նրանք էլ ունեն շահեր Հայաստանում։ Մեր խնդիրն է այդ շահը անընդհատ ուշադրության կենտրոնում պահել եւ ներսում պատրաստված լինել, որ նույնիսկ եթե որևէ տերության առաջնահերթությունները փոփոխվեն, մենք ներսում կարողանանք ինքնապաշտպանական, այսպես ամբողջ ներուժը կուտակենք։ Ասում ենք Շվեյցարիայի վրա պատերազմ չկա, հարձակում չկա եւ ինչու չկա։ Նրա համար որ Շվեյցարիան ուղղակի այդպես գեղեցիկ աչքերով երկիր է, ոչ, որովհետեւ մինչեւ ատամները զինված, պաշտպանված է, ամբողջ հասարակությունը ներգրավված է։ Շատ լավ, բայց անկախ այդ ամենից, եթե մարդիկ լսեն ձեզ ու հասկանան, հանգիստ լինեն, ձեր խոսքով առաջնորդվեն ու վստահ լինեն, որ այդ թեզը, որ եթե չլինի Նիկոլ Փաշինյանը կսկսվի պատերազմ, այդ վախենալու չի, հա, եւ այլն, միևնույնն է, եթե անգամ եղավ, հա, փոփոխություն եղավ, ախր ժամանակա չէ պետք, որպեսզի այդ ամեն ինչը արվի, ունդեղ ազատ ոնց որ տարածություն ա մնում ու հենց այդ դրա վախն էլ կա ժողովրդի մոտ։ Դրա վախը տեսեք, ներկա տուրբուլենտության պայմաններում սա այն երաշխիքն է, որ Ադրբեջանը խելքը հացով չի կերել, որ հարձակվի Հայաստանի վրա, եւ ներկա պայմաններում որքան էլ որ վատ ու ցավալի է հարևան բարեկամ Իրանում այսպիսի ռազմական իրավիճակը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունն էլ առաջնահերթություն է Իրանի համար եւ պետք է ներգրավի գործողություններում։ Հետևաբար այդ հաշվարկը չեն իրականացնի եւ Իրանի դեմ գործողությունները հենց այս պահին այն ժամանակահատվածն է, որից պետք է օգտվել եւ արագ այս որոշումը կայացնել։ Հիմա վստահ ենք, չէ՞ որ իշխանությունները այս որոշումը չեն կայացնելու։ Եկեք հունիսի 7-ին փոխենք իշխանությանը, այսպիսի որոշում կայացնենք, 2 ամսվա ընթացքում վստահեցնում հնարավոր է հասնել արդյունքի, որովհետեւ թվայնացում իրենց բարդություն չի ներկայացնում։ Ընդամենը պետք է մի անգամից գնահատել
այսպես մեկ աշխատակցի արտադրողականությունը, գնահատել որքան ժամանակահատված է հարկավոր օրինակ մեկ աշխատակցի հաշվարկով, այնուհետև բաշխել շատ ավելի լայն կազմով աշխատակիցների միջև թվայնացումը ապահովել։ Թվայնացումից հետո հրամանատարական կազմ կլինի, թե ուղղակի այսպես մենեջեր կլինի միկրոմենեջմենտի տեսանկյունից, նշանակում է, ասում ես, դուք անձնակազմի հետ շփվի։ Գիտեք, ինչքան հասարակ է։ Օրինակ 25 հոգանոց խմբերի համար նշանակում է 1 սպայի կամ նույնիսկ հնարավոր է ենթասպայի նշանակել եւ ասել ես մարդկանց հետ կապը տպայի։ Ամիսը մեկ անգամ հավաքի իրանց, իրար հետ գնացեք հաց կերեք։ Որ միմյանց ճանաչեն, միմյանց հետ մտերմանան, միմյանց թասիբը կարողանան պաշտպանեն, թվում է մանրուք, չէ՞։ Ամենակարևորն է։ Մարտի դաշտում մարդը, որ մարդուն չի ճանաչում, հեշտ նրան կդավաճանի, կթողնի ու կփախչի։ Բայց միմյանց հետ հաց կիսելով մենք հայեր չի աչքերի մեջ նայել հացա կերել։ Հեշտ չի նրան թողնել մարտի դաշտում փախչել։ Եվ հուսով եմ, որ ձեր ասած այդ էմոցիոնալ դաշտի վերականգնումել, հոգեհուզական եւ ոգու վերականգնումել մեր մոտ կտեղի կունենա, որովհետեւ որքան որ զրուցում ենք, նկատում ենք, որ բոլոր հյուրերս նույն բանը նշում են, որ հիմա մարդկանց մոտ հայրենիքի զգացողության պակաս կա, հայրենիքը տարածք կարծես լինի ոմանց համար։ Չէ, նույնն անկանացրել։ Բա ինչու մենք հենց անվանումը դրեցինք Հայաստանի։ Ես եմ տպավորությունա, որ ինքը կարգախոս է, ոչ թե անվանում, չէ։ Բայց մենք իրան հենց այդպես էլ ձևակերպեցինք, որ դա եւ կարգախոս է, եւ կոչ է, եւ հորդոր է, եւ անվանում է, եւ գիտակցում է։ Եվ պարտավորեցնող դու ինչեւ չնույնականացվես, դու ինչպիսի զգացում ունես քո հայրենիքի հանդեպ, դու հայրենիքին որպես զավակ վերաբերվում ես, թե չէ, հոգատարության զգացողություն դու զգում ես, թե չէ, դու գիտես, որ ասում ես դեսա երկիր չի, դու նշանակում է, որ դու ասում ես, դե ուրեմն դու էլ մարդ չես, դե ուրեմն դու էլ քաղաքացի չես, ինչու՞ սա երկիր չի, երկիրը քեզանով է երկիր, առանց քեզ, առանց մարդու երկիր ուղղակի աշխարհագրական տարածք է, մարդը պետք է երկիր աշխարհագրական տարածքը երկիր եւ պետություն դարձնի, պատրաստ ես, ուրեմն չբողոքես, ուրեմն հոգատարության զգացումը սրտիդ մեջ կրած, գնա եւ քո բաժին բարիքը ստեղծի։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։